Բարև ձեզ հարգելի սկսում ենք այսօր հաղորդումը նոյեմբերի 4-ն 2009 թվական նախորդ հաղորդումը որտեղ ընդգրկված էին Լույս Աշխարհը դիտող եւ նրա քննարկումները մեկնաբանող եւս երկու հայրենակիցներ մեծ քանակությամբ մեկնաբանությունների առիթ են տվել այդ խոսակցությունները, որոնք հախուռն կերպով բնութագրում են ասենք Լույս Աշխարհի շուրջը հավաքված մարդկանց տրամադրությունները կապված մի շարք խնդիրների հետ, որը առաջադրում եմ հատկապես ես։ Պետք է հաշվի առնել, որ այս հեռուստաժամը, հեռուստակայանը, ինտերնետային այս հաղորդումների ծրագիրը իր մեջ հստակ նպատակներ է հետապնդում։ Ավելի մեծ քանակությամբ մարդկանց ընդգրկել իր հաղորդումների մեջ, դարձնել հանրային քննարկումների լսարան եւ այդ լսարանի մասնակիցների միջոցով հասնել որևէ մի կազմակերպության ստեղծման կամ նպատակի, որը այսօր բոլորի մտքերում կա, բայց կարողություններից զուրկ է։ Նման պարագայում Լույս Աշխարհ հեռուստակայանով, այսպես ասենք, կարող են հանդես գալ մարդիկ, որոնք արհեստավարժ չեն հաղորդումներ վարելու մեջ։ Նրանք պետք է լինեն իհարկե սովորական հայեր աշխարհի տարբեր ծայրերից, բայց խոսելու, մտածելու, առաջարկելու կարողունակ։ Դրա համար իդեալական տարբերակ փնտրել, որ հաղորդավարները այստեղ ճիշտ ասեցին, այնտեղ սխալ ասեցին, այդպիսի բան չկա։ Ամեն մարդ ասում է ինչ որ մտածում է, ինչ որ կարծում է։ Դա բացի հասարակական կարծիք լինելուց, նաև անհատական մոտեցում է խնդիրներին։ Պետք է հաշվի առնել դա։ Եվ ես կոչ եմ անում երբեք չփորձել ասել, որ այս մարդը, որը այսիշ տեղից է խոսում, լավ չխոսեց։ Պետք չէ նրան եթեր տրամադրել կամ ինչ որ բաներ։ Այդպիսի բան չկա։ Առանց այն էլ բոլորը ձայնազուրկ եք, գոնե հաշվի առեք դա։ Եթե ձեզ տրվում է ձայնին իրավունք խոսելու, արտահայտելու, ապա դա արդեն մեծ հաջողություն է։ Սկզբում կլինեն թերություններ, մարդիկ իհարկե շոկի մեջ են հայտնվում։ Հեռուստակայան է, չէ՞ սա։ Նրանք զգում են, որ հաղորդումները գնում են աշխարհի բոլոր ծայրերում, մարդիկ նայում են։ Հետևաբար դա որոշ պատասխանատվության զգացում է առաջացնում եւ հուզվում են եւ շփոթվում են։ Պետք է այդ բոլորը նայել սթափ աչքերով եւ պատնեշ չկառուցել մարդկանց այն շարքերի առջեւ, որոնք առաջ են գալիս ինչ որ բաներ ասելու, մտքեր արտահայտելու, հաղորդակցվելու, վիճելու, առաջարկելու, քննադատելու եւ նրանց հասցեին, որովհետեւ վիրավորական արտահայտություններ բաց թողելը պարզապես անպարկեշտություն է։ Մատերի վրա կարելի է հաշվել, մարդկանց ամբողջ աշխարհում եմ ասում, ոչ թե Գլենդելում։ Ես դա լավ գիտեմ, որոնք ունակ են սեփական մտքերը շարադրելու, սեփական կարծիքները արտահայտելու։ 2 տասնյակ մատների վրա կարելի է հաշվել ամբողջ հայության կարողունակությունը։ Ես չեմ ասում այն հաղորդավարների մասին, որոնք կարդում են իրենց առջև ժապավենով ընթացող տեքստը, երբեմն չհասկանալով, թե ինչ են խոսում։ Բայց ձեզ վրա տպավորություն է թողնում, որ ինչ սահուն են խոսում, ինչ լավ են պատմում։ Այդպիսի արհեստական բան Լույս Աշխարհում չի լինելու։ Դուք տեսնում եք, որ հաղորդավարները կամ նրանք, որոնք որ մասնակցում են այս միջոցառմանը, ոչ կարդում են, ոչ աչքերը այս կոմ են կոմի վրա է, այլ տարված մտնում են ուղակի օբյեկտիվի մեջ։ Պետք է զգուշացնես, որ մի քիչ հետ գնա, որովհետև շատ ես առաջ եկել, կամ մի թեքվիր, մի շարժվիր, այդպիսի բաներ էլ եք տեսնում, չէ՞ որ ես անում եմ։ Ամեն ինչ լավ է գնում։ Մարդիկ առաջի փորձերն են անում, հետո վարժվում են, հետո վստահություն են ձեռք բերում
հետո կսկսեն իրենց մտքերը շատ կազմակերպված հաղորդել, չէ որ ստրեսների մեջ են լինում նրանք այդ ժամանակները։ Հիմա արդեն մի քանի մարդիկ մի քանի անգամ երևացել են էկրանների վրա, եւ նրանք պետք է շարունակաբար երևան։ Սրանք նրանք են, որոնք որ սեփական նախաձեռնություն ունեն, ասելիք ունեն, պատմելու բան ունեն, առաջարկություն ունեն։ Այս մարդկանց ճանապարհը ո՞նց կարելի է փակել ինչ-որ բանսարկություններով կամ ինչ-որ բաներ գրելով մեկնաբանությունների մեջ։ Դրա համար մեկնաբանությունների մեջ հաղորդավարների, խոսողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տվողները ընդհանրապես պետք է մի քիչ զգուշ լինեն։ Թող իրենք էլ կան խոսեն։ Խոսելը շատ հեշտ է։ Պետք է գնաք անվճար www.o.v հետո էլի 2o.com այստեղ գրանցվեք։ Գրանցվելուց հետո հայտնեք մեզ, կգտնեք, թե ինչպես միանալ հեռուստաժամին եւ դուք արդեն պատրաստ եք խոսելու։ Պետք է ունենաք պարզապես մի փոքրիկ կամերա, որը կան հիմա համակարգիչների վրա եւ միկրոֆոն։ Երբ որ միանաք, ես ձեզ set-up կանեմ, այսինքն կարգավորեմ ձեր լույսը, տեղը, ամեն ինչ կբացատրեմ եւ դուք կունենաք հնարավորություն շաբաթվա մեջ ձեզ հարմար ժամին, ձեր թեմայով, ձեր առաջարկություններով խոսել։ Կվերանա ֆորումների մեջ անդեմ տարբեր անուններով հանդես եկող մարդկանց հոսքերը, մարդկանց կճանաչեք դեմքով եւ պարզապես ստացվում է, որ մենք առաջ ենք մղում համաշխարհային հասարակական կարծիքի նման մի խորհրդարանի նման հերոստա կամուրջ, որտեղ բոլոր հայերը կարող են մտնել եւ խոսել, իրար հետ կապել, իրար հետ առաջարկություններ անել, շատ հրաշալի մի բան։ Երեկոյան գքան, կմիացնեն այդ բոլորը, կնայեն, որովհետև դուք արդեն վստահ եք, որ նույնիսկ ձեր հեռուստացույցը, որը ամեն օր փորձում եք ինչ-որ 1000 ալիքների մեջ մի հետաքրքիր բան գտնել, հետ զետե կորցնում է ձեր հետաքրքրությունները իր նկատմամբ, կամ դուք եք կորցնում նրա հետաքրքրությունները, որ այդ արկղերը դառնում են ավելորդ, առևտրային, նույնիսկ փչացնող մարդկանց, դուք այդ դա զգում եք, հետևաբար հարկավոր է ինչ-որ մի բան անել, չէ, մարդկանց հետ հարաբերվելու, ոնց պիտի անենք, ուրեմն այս հնարավորությունը տրված է, հիշեցնում եմ www.2o պիտի գրեք, o.v.com այնտեղ կտեսնեք ինստրուկցիա, անվճար գրանցվում եք միանում լույս աշխարհի հետ, այսպիսի հնարավորություն ինչպես կարող ենք մենք ստանալ երկնքից, մեզ տրված է այդ հնարավորություն, մարդիկ կան արդեն Եվրոպայից, Ամերիկայից, տարբեր տեղերից, Ռուսաստան, Հայաստանից դեռ չկա, որովհետև ինտերնետային կապը թույլ է, բայց նրանց էլ կարելի է ընդգրկել առանց պատկերի ցուցադրման, պարզապես նրանք կարող են խոսել, նկարը չշարժվի, այդպիսի բան։ Հետագայում ինտերնետը եթե արագանա, դա էլ կվերանա, այսինքն Հայաստանի հետ էլ կամուշ կա։ Դուք պատկերացնում եք ինչ հրաշալի միջոցառում է սա։ Սա այն ինչ որ ես պիտի անեի, Արա Աբրահամյանին էլ առաջարկեց այս ծրագիրը անել սատելիտ սիստեմներով արբանյակային, որը նա չարեց, հեռացավ, չերևաց, գնաց, բայց Աստված ուղարկեց մեզ www.o ծրագիրը։ Եվ մենք հնարավորություն ունեցանք առանց սրա նրա ձեռքին նայելու, ոչ մի դրամ չծախսելով, հասնել ես կապերին։ Ես ամսական վճարում եմ այս գործի համար 7.95 այդ պրոգրամին, որովհետև իմ մոտ կենտրոնացված է բարձր թողունակությամբ գծերի կապը,
Իսկ դուք աշխարհի տարբեր ծայրերից պարտավոր չեք վճարումներ կատարել։ Դուք պարզապես կարող եք միանալ ինձ, մենք կխոսենք, կձայնագրենք, դուք իրար հետ կխոսեք եւ հնարավոր է որ դա անընդհատ անենք։ Անընդհատ սա կատարվի եւ դուք ձեր լուրերը կտաք որպես հաղորդավարներ։ Այսինքն ինչ է կատարվում Գերմանիայում, Ռուսաստանում, այսիշ բանը եղավ այսիշ տեղը, բոլորը կլսեն։ Էլ դուք կարիք չունեք գնալ թերթերը կարդալ, որի 90%-ը գիտեք ինչի մասն է խոսում։ Ինչ որ լրատվություններ փնտրել, որը ձեզ մատուցում են գիտեք ովքեր։ Այս բոլորը մի կողմ կդրվի։ Դուք կլինեք եւ լսողը, եւ հաղորդողը, եւ մեկնաբանողը, եւ ձեր հաղորդումները արդեն կլինեն հավաստի վկայյալ, որովհետեւ դուք տեսնում եք աչքով, ականջով, ինչ որ բան չկա, ասում եք սա տեղ ունեցավ։ Ինչպես օրինակ Արայիկ Խաչատրյանը, որ գնացել էր Հայաստան, մեկ պատմում էր, չէ՞։ Ինչպես օդանավակայանում, ով եկավ, ինչ ասեցի, դա վկա է, ոչ թե պատմում է թղթակցին, թղթակիցը գրում է պետք է վերջ տալ Հայաստանում թևածող կոռուպցիան։ Հետո մի հատ երկար հոդված է գրում իր քեֆին, հետո խմբագիրը ասում այսպես չի կարելի բանանել, այստեղ կպնում ենք այս քաղաքականությանը ուժին բան, վերջը դարձնում է մի հատ փետրացավ եւ մատուցում է ձեզ, դուք եք կարդում եք, այդպես չի։ Մարդը ոնց տեսել է, երես է պատմում, չէ՞։ Հո ուրիշի չի պատմում։ Նա նստած է, ինքը գիտի, որ իրան աշխարհը նայում է։ Հետո այդ մարդիկ, որոնց մոտ թույլ է տրվում մասնակցել այս հաղորդումներին, պատահական մարդիկ չեն։ Նրանք ժամանակի ընթացքում երկար ժամանակ լույս աշխարհը նայել են, գրավոր մասնակցել են հաղորդումներին, մտքեր են արտահայտել։ Աջակցում է ադմինիստրացիան, որպեսզի նրանք ընդգրկվեն։ Բոլորն էլ ի վիճակի են հասնել դրան։ Բայց պատահական մարդիկ, որոնք ասենք ֆորումներում կամ լույս աշխարհի կամենտներում, որ գրում են ինչ-որ տափակ բաներ են գրում, դրանք իհարկե տեղ չունեն լույս աշխարհում։ Նրանք ազատ կարող են գնալ այլ ֆորումներ, որոնք այդպիսիները պատրաստված են հատկապես նրանց համար եւ հաշվում է նրանց տրամադրությունը, հասարակական կարծիքի արկայությունը, հայ ամեն ինչը գրանցվում է այնտեղ եւ դրանք հատուկ ծառայությունների համար հիմք են հանդիսանում, որպեսզի գտնեն թե ինչ են մտածում հայերը, այդտեղ նրանք կարող են գնալ հայոյել, մասնակցել, ինչ ասես իրար ասեն։ Հատուկ ծառայություններ կան, որոնք հաշվի են առնում, որ հայ հասարակությունը գտնվում է այդ մակարդակի վրա, բայց լույս աշխարհում մակարդակի հաշվարկ չի կատարում ոչ մեկի կողմից, բայց ես ձեզ զգուշացնում եմ, որ պետք է լինի ամեն ինչ պատշաճ, մաքուր, ամեն ինչ թույլատրում է զայրանալ, բողոքել, էմոցիաներ ցույց տալ։ Իմ պարտականությունները այդ ժամանակ ես էլ եմ, չէ՞, էմոցիաներով հաղորդումը վարում եմ, որ մենակ եմ մնում։ Փորձել նրանց բերել հավասարակշռության վիճակի, կատակի տալ, ինչ որ մի բան պատմել այդ ընթացքում, որովհետև բոլորի մեջ էլ ինչ որ ցավ կա։ Ուզում են շատ մեծ բան արտահայտել կարճ ժամանակամիջոցում։ Դրա համար այդպես խանգարվում է։ Մեր հաղորդումները ուրեմն կգնան ավելի շատ այսպիսի դրույթներով, նոր մարդկանց, լույս աշխարհի մասնակիցներին ընդգրկելով կամաց իմ միայնակ հաղորդումները փորձեմ պահպանել առնվազն առավելագույնս չափ, բայց ես ավելի շատ թեքված եմ, որպեսզի հասարակական կարծիքը խոսի եւ ունկ ընդրենք դա, ես էլ ձեզ հետ, ես մասնակցում եմ, միևնույն է, ոչ մի տարբերություն չկա, ես այնտեղ եմ, որպես ասած, երրորդ մարդը միշտ կա, միայն հարկավոր է ես քիչ-քիչ լռեմ, շատ խոսեն նրանք, որոնք որ մասնակցում են, բայց ես էլ չեմ դիմանում, ես էլ եմ մասնակցում, որովհետև հետաքրքիր է հասնում, երկու հոգի արդեն տարբեր կարծիք են այդում, միջամտությունը ինձ խեղդում է, ուզում եմ բան անեմ, պետք է ինձ էլ զսպեմ ես ավելի շատ։ Վերջի հաղորդման ժամանակ, որը հիմա 40
կամենտ հավաքեց, մի մասը ադմինիստրացիան հանել է, որովհետև անորակ խոսակցություններ են, այսինքն անիմաստ են, իզուր տեղը պետք է ծանրաբեռնեք դուք կարդալու, դրանք հանում են ադմինիստրացիայի աշխատողները, որոնք վայելում են իմ վստահությունը, որովհետև գիտեն, որ ես գիտեմ, որ նրանք դա որ հանում են, ուրեմն հանելիք է, որ հանում են։ Ասենք, եթե այդ բոլորը միացնենք 40-50-ի մոտ կոմենտարիաներ կան, երեք անցած հաղորդման վրա, որը զրուցարանն էր, ես մի երկու խոսքով դա պարզաբանեմ, որովհետև ես էլ եմ մասնակցում, այնտեղ հարց էր առաջանում, որ ինչպիսի պատժամիջոցներ պետք է ձեռնարկել, ասենք, Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը որ Սփյուռքի հետ հակադրության մեջ է, երբ Սփյուռքից օգտվում է դրամահավաքների միջոցով, ասենք, եւ Սփյուռքին բանի տեղ չի դնում։ Սրա վերաբերյալ էր այդ խոսակցությունը, եւ այնտեղ հատկապես Արան Խաչատրյան, որը հանդես էր գալիս Արա Խաչատուրի տակ, ես Ստեփան Լուիսի տակ, Վարդանը Մանուկյանը Վարդան Մանուկի անվան տակ, եւ բոլորս էլ հագնված ենք տնային շորերով ենք, ճիշտ ասած, որ նստած ենք կոմպյուտերների մոտ, եւ ոչ մի պաշտոնական բան չկար, եթե նկատեցիք, զրուցում ենք, երևի դա ավելի բնական վիճակ է, քան թե, ասենք, հեռուստա ֆորմա ընդունելը։ Կապ չունի, կարևորը որ նրանք խոսում էին համարձակ, ամենակարևորը բարձրացրած տոնով, ոչ մեկից չէին վախենում, ինչ չէին ենթարկվում, հրաշալի մի բան։ Ես ոչ չէի կարող ասել, դու սուս մնա, ես պիտի խոսեմ, լռեք, ամեն ինչ լավ է, հենց այդպես պիտի լինի։ Եթե մենք ուզում ենք պատրաստել խոսացող, պայքարող հաղորդավարներ, որոնք ունեն կարծիք եւ միտք, այդպես է լինում։ Արա Խաչատրյանին արդեն ֆորումի մեջ կամ կամենտների մեջ խնդրեցին, աղաչեցին, որ հայերեն գրեք, անգլերեն տարերով մի գրեք։ Սկսեց գրել, բողոքելով, բայց սկսեց գրել։ Ուրեմն լսում է հասարակական կարծիքը, լավ է։ Իհարկե ամենաբարձրը հասարակական կարծիքն է տվյալ դեպքում։ Թեման այդ զրուցարանի, որը որ այդպես բորբոքեց բոլորի երևակայությունը, ծանր էր իհարկե, շատ ծանր էր։ Գիտեք ինչի էր նման։ Նման էր այն եղբոր մտատանջություններին, որը բանտում գտնվող իր եղբորը փող ուղարկի, թե չուղարկի, իմանալով, որ այդ փողով իր բանտարկյալ եղբայրը այնտեղ գումար է խաղում, եւ այդ մտատանջությունը իրեն միշտ պիտի տանջի, որովհետև նա այնտեղ միշտ պարտվում է, հետո նամակ է գրում եղբորը, եթե փող չուղարկես, ապա հանցագործ աշխարհից այստեղ կսպանի։ Սրա միտքն էլ ինչ է, պիտի ուղարկի, չէ։ Եվ սա հատուկ է հանցագործ աշխարհի բանտերում, ազատության մեջ մնացող հարազատական կապերին, եւ բոլորը դրա լուծումը չեն գտնում։ Զրուցարանի հաղորդումը ճիշտ դրա նման էր։ Արայիկ Խաչատրյանը գրում էր, բոռում էր, գոռում էր, որ պիտի կատարել սանկցիաներ, չուղարկել փող, այդպես էր արտահայտում։ Thanksgiving-ի ժամանակ, որ Հայաստան հիմնադրամը պիտի հավաքի։ Վարդան Խաչատրյանը որոշ ձեռնպահություններ, նա ասում էր, որ ընդհանրապես պետք է վերացվի այն անհատների գործունեությունը, որոնք զբաղված են դրանով, որոնք կազմակերպություն չեն ներկայացնում, չունեն հայա նպաստ ծրագրեր Սփյուռքի համար, ընդհանրապես ոչինչ չեն անում, բայց օգտվում են հայ հասարակության զգացումային տարրից, որ ունի հայը, խիղճ մարդկայնություն, եւ շահարկում են դա։
բայց խնդիրը նույնն էր, չէ որ բանտում գտնված եղբայրը նույնպես շահարկում է ազատության մեջ գտնվող իր եղբոր սերը, զգացումները իր նկատմամբ եւ անընդհատ պահանջներ է ներկայացնում, որ եթե դու չտաս, ապա ինձ հետ այսպիսի բան կլինի, բայց չես ամաչում, որ չես տալի, բա ինչ եղբայր ես, դու ազատության մեջ ես, իսկ ես բանտում եմ, այսպիսի խոսակցություններ, որը որ պիտի ազդի ազատության մեջ գտնվող եղբոր վրա, որը տվյալ դեպքում սխալ համեմատությամբ կարծես սփյուռքն է։ Ինքը ապրում է ազատության մեջ, կապիտալիստական դրախտում, եղբայր Հայաստան պետությունը ապրում է դժոխքում։ Եվ այս դիալոգը, որի զրուցարանում կար, հստակ երկու մասնակիցներն էլ փորձում էին պարզաբանել, թե ինչ պիտի արվի դրությունը։ Դες էլ է խառնվում, չէ՞ դրա մեջ, խոսակցությունների մեջ։ Եվ դա տվեց այն բորբոքումը, որը հանրությունը իր մեկնաբանությունների մեջ տարատեսակ բաներ գրեց, հիմնականում նորից չկողմնորոշվելով, որտեվ հարցը բարդ է, կորդյան հանգույցի նման բան է։ Սփյուռքը ապացուցում է, որ հայրենիքից դուրս գտնվելու իր վիճակը շատ ավելի վատ վիճակ է, քան թե բանտում կամ Հայաստանի վիճակը, այսպես փոխաբերական իմաստով։ Որովհետև ասում է դու այնտեղ հայրենիք ունես, պետականություն ունես, ադմինիստրացիա ունես գլխիդ, ծածկ ունես, փող չես տալի բնակարանին, պետություն ունես, ամեն ինչ ունես, բայց նեղն է տեղդ, գումար մի խաղաս մա։ Խոսակցությունը էսա, ինձնից փող մի պահանջի, որովհետև ինձ փող է պետք, իմ երեխաները դպրոց չեն գնում, չնայած ես ազատ Ամերիկայում եմ ապրում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, երեխաներս հայերեն չեն խոսում, իմ վերջը եկել է 20-30 տարի հետո, եթե ես մի նպատակ ունեմ հայապահպանության մեջ, հայության նկատմամբ, վերջը պարտավորություններ իմ հարազատների նկատմամբ, դու խանգարում ես ինձ, անընդհատ ինձնից միջոցներ խնդրելով, տանելով, և փաստը հետևյալն է, որ այսքան ժամանակ, որ տարել ես, մի չոփ չես վերադարձրել, կամ շնորհակալական մի նամակ էլ չես գրել։ Այս հարաբերությունները ոնց պիտի պարզենք մենք, ասենք Սփյուռք Հայաստան դիալոգն է գնացել այդ զրուցարանում, որը մնաց բաց, անհասկանալի մնաց բաց, որտեղ դա նայած որ տեսակետից կնայես, խղճի տեսակետից, մարդկության տեսակետից, հայապահպանման տեսակետից, արդարության տեսակետից, որ տեսակետից նայես, տարբեր ստվերներ կտեսնեք այս հաղորդման վերաբերյալ։ Հարցը մնացել է բաց Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Արա Խաչատրյանը կտրուկ շարժումներ էր անում, պետք է չտալ և վերջ։ Գիտեք ինչի էր նման այդ չտալ և վերջը, շատ կտրուկ, շատ անմարդկային, բայց կարծես թե դրա հետևը ինչ-որ փրկություն կա, կարծես թե, որտեղ խաղի կանոնները այս տուր առի մեջ ոչ ոք չի հասկանում, չի պարզաբանում, թե սա ինչ է նշանակում։ Նորից վերադառնանք մեր մոդելին։ Բանտում գտնվող եղբայրը, բանտը իհարկե փոխաբերական իմաստ ունի, կարիքի մեջ գտնվող ասենք, բայց բանտը դա է նշանակում, չէ, այնտեղ ամեն ինչ կա, հաց ջուր, տանիք, աշխատանք չկա, պետք է ապրես այդպես, մինչև տեսնես ինչ է լինում, ասենք, Հայաստանում այդպիսի մի մոդել է աշխատում, որևէ մեկը որևէ հեռանկար չունի, ընդհակառակը մտածում են, երբ պիտի ազատվեն այդ բանտից, ամբողջ հասարակությունը մտածում է, երբ պիտի փախնի Հայաստանից,
Ուրեմն կարելի է ոչ թե բանտ ասել, որ այլ մի միջավայր, որը մոտ է այդ դրությանը, որտեղ մարդիկ անազատ են, չեն կարող ազատ կերպով դուրս գալ Հայաստանից ու գալ ապրել որևէ երկրում։ Իսկ այն մյուս եղբայրը Սփյուռքը շատ ազատ է, որ երկրում ուզի կգնա կապրի։ Ուրեմն կարելի ասել Հայաստանում ապրողը կամ պետականությունը բանտային եղբայրը, Սփյուռքումը ազատ է, բայց սա ազատ լինելը վտանգավոր է իր ազատության համար, որտեղ ինքը շատ բաներ կկորցնի ազատ լինելով անդերձ։ Վաղվա նկատմամբ անվստահություն, բան, այս կոմենկո, չկա ոչ մի բան։ Իսկ այն մեկը բանտում ապահով պահակները դրած, հետո ինչ որ չեն թողնում փախչես Հայաստանից։ Ասում են ապրի, ասում ես ինչ եք տալիս որ ապրեմ, ինչ աշխատավարձ եք տալի, ինչ հաց ու ջուր եք տալի։ Ասում են էտա, մեր ռեժիմը սա է, պիտի ապրես։ Վիճակը նույնն է։ Իրական մոդելին վերադառնանք, պատկերացրեք բանտում եղբայրն է ազատության մեջ, բոլորը կատարում է Երևանում, թատրոն ենք ցույց տալի։ Ազատ եղբայրն է, որը ունի տուն, աշխատանք եւ այլն։ Բանտի եղբայրը ներգրավում են հանցագործ աշխարհը բանտում, մոդելն եմ ասում։ Այսինքն ինչպես են ներգրավում, ստիպում են, որ իրենց հետ գումար խաղա, դե պարապենք, ինչ պիտի անենք, եւ նրանք խաղում են, պարզավոր պիտի տանեն նրանք, չէ՞ որ բոլոր ձևերը գիտեն։ Պատկերացրեք իշխանությունը գիտի բոլոր ձևերը պետությունը այս վիճակին բերելու եւ եղբոր արժեք դնում են պարտադրանք, որ եթե մինչև վաղը չեմ իսօր չբերես տարվածդ գումարը, ապա մենք քեզ կսպանենք եւ այլն, հայտարարությունն է։ Բանտի աշխատողի ձեռքը մի հատ նամակ են տալիս համապատասխան գումարով, որ սա գա եւ ազատության մեջ գտնվող եղբորը ասի նամակ ունես եղբորիցդ, եղբայրը բացում է, եղբայր ջան, շատ նեղդրության մեջ եմ, չեմ ասում ճանապարհներ պիտի կառուցենք, խողովակներ, դպրոցներ, նեղդրության մեջ եմ։ Ինչպես անցած անգամ ուղարկեցիր, երբ նեղդրության մեջ է, հիմա էլ պետք է ուղարկես $1000, որովհետև եթե չուղարկես, կյանքիս վտանգ է սպառնում, շրջապատված եմ թշնամիներով, տնտեսական բլոկադայի մեջ եմ, եւ տեսակ բաներ ա գրած, որ եղբայրը որ կարդա կամ լսի, կվատանա, չէ։ Սփյուռքը միշտ վատանում է, որ Հայաստանի վերաբերյալ վատ բան ա լսում։ Ինչ պիտի անի։ Փող չկա տանը։ Պիտի իր երեխային, որ պիտի տանեին էս ինչ դպրոցը, կամ ինչ որ գումար հավաքել էին, որ էս ինչ պիտի անեն, էդի պիտի վերցնի տա։ Չի երիքում գումար, պիտի գնա հարևանից պարտքանի։ Այդպես է, չէ՞, կարգը։ Պիտի տա, բայց ով է փրկելու այդ դրությունը, էսի էլի է շարունակվելու։ Մինչև որ եղբայրը բանտից դուրս չգա։ Հետևաբար, մինչև Հայաստանը չսկսի մտքից հանել, որ ինքը բանտում է, ոչ թե ազատության մեջ ու սկսի աշխատել, երբ որ իրան ասեն դուրս արի երկրից, ինքը ասի ոչ, չեմ դուրս գալ։ Հենց այդ ժամանակ նշանակում է Հայաստանի բնակիչը կամ Հայաստանը բանտում չի։ Փոխվում արդեն վիճակը։ Բայց այս տվյալ դեպքում դրությունը ծանր է։ 1, 2, 3 եղբայրը չի կարող պարզաբանել ինչ է կատարվում այնտեղ։ Իրավունք չունի մտնելու հարցերը։ Էս ինչ եք ասել, էս ինչ եք անում այստեղ։ Հələ այդ փողերը որ ուղարկում են, որ իբրե եղբայրս տարվել է։ Ո՞վ է տարել սրան։ Ո՞նց է տարել։ Այդպես իրավունք չունի։ Իրան ասել են եթե չտաս, դու եղբայրասեր չես, հայրենասեր չես, այդպես է նամակի բնավորություն։ Մարդու կյանքը վտանգում ես։ Վերջը դու եղբայր ես, հայ ես, թե չէ։ Ում սիրտը կդիմանա։ Բայց այստեղ փրկումը կամ կփրկի
այս ազատության մեջ գտնվող եղբոր կինը, որը շատ դաժան, շատ վճռական հայտարարություն կանի բանտից նամակը բերած գործակալին, որ եկել է փողը տանի։ Նա իր եղբոր ուսի հետևից կճչա եւ կասի. «Կորեք գնացեք այստեղից, ձեզ ոչ մի կոպեկ էլ չենք տալու սրանից հետո»։ Սա Արայի ասացի նման է։ Ինչ կբերի սա։ Եղբայրը կասի. «Ձենդ կտրի այ կնիկ», ճիշտ չի, որովհետև ֆորումների մեջ, կոմենտների մեջ այդ կկարդակ Արա Խաչատրյանի մասին, որ ես ի՞նչ է խոսում բան, ես ո՞նց է խոսում, ո՞նց հասկանալի է, բոլորի սիրտը թույլ է, ինքը ասում է, «Կորի գնա, չեմ տալիս»։ Ու բանտի աշխատողը գնում է, բայց գնալուց առաջ էլ ասում է, «Տիկին, որ դուք ասում եք, որ ես կորի գնամ, ջեփոտ ձեր ամուսնու եղբորը կսպանեն բանտում»։ Այս կինն էլ ասում է, «Մեր ուզածն էլ հենց սպանելն է»։ Այ քեզի բան, տեսեք ինչ եղավ։ Ասում է, «Ինչի»։ Ասում է, որովհետև ինքը որ ազատությունից դուրս գա, մեր տան ժառանգորդն է դառնալու։ Իսկ ինձ էդի ձեռ չի տալիս։ Հետևաբար ինչքան շուտ սպանեն, այնքան մենք ժառանգություն կստանանք։ Սենց հիմար բաներ, խոսակցություններ, որը կոչվում է արդեն ոչ թե խոսակցություն, այլ դիվանագիտական մոտեցում։ Այս նշանակում է, որ այս կինը բացատրում է, որ ձեր ընտրած մեթոդը փող կորզելու չի անցնի։ Մենք շահագրգռվածություն ունենք ձեր մեթոդի վրա։ Եվ ինչ պիտի անեն սրանք, երբ որ գնա պատմի գողերին եւ ավազակներին, որ այսպես եղբոր կինը շահագրգռված է, որ մենք սրան սպանենք, տունն էլ մնա իրան։ Ինչ անենք, այս խնդիրը թող իրանք լուծեն։ Կարող են լուծել։ Էլ ներգրավեն գումար խաղալու մեջ այդ տղային, որի հարազատները ասում են, մեր այդ գործ չունեք։ Արայի Խաչատրյանի ասածը դրան էր նման։ Ինքս իհարկե տես բացատրություններ չտվեց, էմոցիոնալ ասել, չեն տալիս եւ վերջ։ Բայց սրան է նման։ Ինչ պիտի անի Հայաստանը։ Իրան քարապից ներքև կգցի։ Սարը կբարձանա։ Շատ պիտի երկրորդ նամակը գրի, չէ՞, եղբայրը։ Հետո երրորդը պիտի գրի։ Ու ամեն անգամ այդ նամակ գրողին, որ եթե Արայիկ Խաչատրյանի նման մեկը դուրս գա, ամուսնու եղբորը, «Կորի գնա»։ Կդադարի, ճիշտ է, այդ բանտում գտնվող մարդու կյանքի վրա սպառնալիքները կդադարի, որտեղ կտեսնեն, որ այս ձևը չի անցնում։ Սա կոպիտ մոդել էր, բայց մտածելու տեղիք է տալիս։ Ինչ է տեղիք տալիս։ Սփյուռքի ռեսուրսները, որոնք այսօր զրո են, պետք է փրկել կամ կարգաբերել։ Ուրիշ ձև չկա։ Զգացմունքներով ամեն ինչ կորցնում է Սփյուռքը։ Անհատ մարդիկ են հայտնվել, լացացնում են, նվագներ են նվագում, չգիտեք ինչեր են անում, մարդիկ նստած իրենց տների մեջ չեն դիմանում, 100,000-ներով փող են տալիս։ Ինչ է նշանակում սա։ Հիմա դուք ինքներդ մտածեք, ինչ է սա նշանակում։ Երբ որ ամիսներ առաջ, հիշում եք, չէ՞, Արտուր Արմին, երիտասարդներ դուրս եկան համահայկական պատմության դասագիրք ինտերնետային ստեղծելու հայերեն, անգլերեն, մի քանի լեզուներով, որպեսզի ամբողջ աշխարհի հայության երիտասարդությունը մեկ հայոց պատմություն սովորի, ճշմարիտ է։ Հիշում եք բոլորդ։
որքան արդարացի է, երբ որ անհատները մարդկանց զգացմունքների, սրտի թոլությունների վրա 100,000-ավոր դոլարներ կհավաքեն, իսկ այդ գրքի թարգմանությունը կկանգնի անգլերեն, որովհետև պետք է $5,000 կամ $10,000, որպեսզի թարգմանվի այդ գիրքը, եւ ամբողջ աշխարհի հայ ուսանող երիտասարդները դրանով ուսուցանեն իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Որքան է դա ձեր խղճին հաճելի, այս երևույթը, որ նա ճիշտ է, երբ Սփյուռքը չի կարողանում այդ գումարը հայթայթի եւ այդ գործը տանի առաջ, իսկ անհատ մարդիկ պարտիզանական ոչինչ չեն ներկայացնում իրարին, նստած լացացնում են ժողովրդին ու փող են հավաքում, որն է ճիշտը։ Արա Խաչատրյանի ասածն է ճիշտ, թե մեկնաբանությունների տեղ գտած այն խոսակցությունները, որ հայրենիքի սիրուն, հանուն, տեսակ բաներ։ Ճշմարտությունը քանի երես ունի, կամ այդ երեսը սիրուն է, թե տգեղ։ Սրա վրա վերաբերյալ պետք է մտածվի։ Մինչև այսօր Սփյուռքը չի կազմակերպված առջևում առաջիկա ամիսներում հայոց քաղաքականության լինելու, հայոց պետականության, հայոց ընդհանրապես հայկականության լինել չլինելու հարց է դրած։ Սփյուռքը չի կազմակերպվում։ Սփյուռքյան բոլոր հին կառույցները փտած են, բոլորը եկեղեցիներով, կազմակերպություններով, բանով։ Ինչ է անում պարտիզպանը, ասենք հայ ժողովուրդը, երբ որ տեսնում է իր այգին պտուղ չի տալիս, զգացմունքային է մոտենում, ասում ախր են դեղցի ծառն է, որի տակ պապիկս էր նստել աթոռով, իսկ այս խնձորի ծառը այնքան հին է, որ երբ ես բարձանում էի սրա վրա խնձոր քաղելու, տակով անցնում էր մի աղջիկ, որին ես սիրում էի, ես էլ պիտի մնա այս խնձորը։ Այս մյուսն ինչ է, տանձի ծառը, կազմակերպություններ են սրանք, սիրելի, հարազատ, ժամանակին, այսօր պտուղ չեն տալիս, բառից բուն իմաստով, ինչ պիտի անի հայ ժողովուրդը։ Ինչ եք ասում, ինչ պիտի անի։ Քոքահանանի այս ծառերը տեղը դնի երիտասարդ պտղատու ծառեր, թե նորից շարունակի։ Հարցը պիտի պատասխանեք։ Ինչքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի դուք հասկանաք, որ այս գարուն էլ որ անցավ, եթե պտուղ չի տվե, եկող գարունը ասում եք հաստատ կտա, ոնց կարող է պատահի այդ ծառը հանգարց պտուղ չտա։ Այս տարի անբարենպաստ էր, եւ էսի տարիներ շարունակ։ Տարիներ շարունակ դուք տեսնում եք ձեր առջև, սերունդներն էլ են տեսել, որ Սփյուռքը, Սփյուռքի այգին հայոց իրականության մեջ չի պտղաբերում։ Ինչ է նշանակում չի պտղաբերում։ Այդ կոպիտ է ասված, չի պտղաբերում, բա հեչ մի պտուղ չի տալիս, ասում ես, տալիս է, ով ասում չի տալիս։ Օրինակ այս հսկա ծառը տարեկան տալիս է 30 կիլոգրամ խնձոր։ Ասում ես, այս հսկա ծառը 30 կիլոգրամ, ասում ես, ինչքան ես ակնկալում։ Դասում է 3 տոննա պիտի տա, այսինչ ծառի հաստությանը։ Հին ծառը չի տալիս։ Էդ էլ մի բանա չէ, որ տալիս է։ Էդ էլ մի բանա չէ, որ կազմակերպությունը մի հատ դպրոց ունի։ Ինչ անես։ Բայց ասում ես, ախր մեզ պետքա 3 տոննա։ Չէ, ասում է։ Էսա սրա կարողությունը։ Լավ, աղքատ ծառ այգի է։ Հանել չես կարող,
պատմության մեջ է մտած, էլի տալիս է խնձոր։ Մշակույթի ծառերը ինչ են անում, պարում երգում են, ախր վատնա, անհամա եւ դե ինչ պիտի անես, ոչ չպիտի հանես գցես, հայկական է։ Եվ ամբողջ տերմը սա ամբողջ Սփյուռքի դաշտը բարեգործական կազմակերպություններ, չգիտեք ինչ, գոյություն ունեն։ Պտուղ չկա։ Արտադրած պտուղը ոչ ոք չի ուտում։ Եվ ոչ մեկը չի ասում, բա սենց ինչ ոնց պիտի լինի սրա վերջը։ Ում ենք սպասում։ Կոնսերվատիվ մոտեցում, ձեռք չտակ, ոչ մի բան չանեք, ոչ մի փոփոխություն չանեք։ Ամեն ծառից էլ ունենք, մարզական ծառ եք ուզում, ասենք, Սփյուռքում։ 2 հատ կա, 3 հատ, հայ մարզական ընդհանուր միություն, հայ բարեգործականն էլ ունի, ինչ որ մեկն էլ ունի, 3 հատ։ Ինչ է տվել այդ բարեգործական միությունը, ասում ես, մարզական։ Որովհետեւ համաշխարհային նշանակության արդյունք տվել է։ Չէ, շուկայում է դրա ապրանքը գին չունի։ Բայց ձևի համար պայել ենք, չէ՞ որ գրած է հայ մարզական, չգիտես ինչ էր։ Ասում ես, բայց արդյունք չունի։ Ձեր չտաս։ Պետք է սա մնա։ Սփյուռքի որ պարային խմբերն են համաշխարհային վերելքի ասե։ Սփյուռքի որ երգիչներն են ինչ որ օպերաներում երգե։ Որ երգչախումբն է, չկա։ Ինչ հայկական կազմակերպություններ կան, որոնք եկամտաբեր են տվյալ երկրների համար։ Ինչ եկամտաբեր, քաշ են գալիս, չկա։ Երեխաների դպրոցներ ունեք, որ հայեցի կրթվեն։ Էդ ինչ բան ասում են։ Պետք է կարիք չկա։ Մեր երեխաներին խափում ենք մենք, որ հայկական դպրոցներ պիտի եթան գնում են եւ այլն։ Բայց ոչ ասածներն են հասկանում ուրիշ հայեր, ոչ էլ իրանք են իրար հետ խոսում հայերեն։ Էս էլ վիճակը։ Ուրեմն Սփյուռքի ամբողջ այգին հարց առաջանում։ Արայիկ Խաչատրյանին, որ էսի պատմեմ, հիմա կլսի ինքը, որ էս կարդում։ Գլուխը կշարժես, էս կան։ Քոքան պիտի արվի։ Որոշում կկայացնի։ Քոքան։ Մի մասը կասի, սպասեք հլը, բերեք ճյուղերը կտրենք, առողջի վրա պատվաստ անենք, առաջարկություն կա։ Են մյուսը կասի, բերեք արանքներում, որտեղ բաց տեղ կա, նոր ծառեր տնկենք, քոքահան չանենք։ Թողես նոր ծառերը բարձրանան, պտուղ տան։ Հետո կամաց մենք կտեսնենք, որ նա տնտեսապես շահավետ, նաև քաղաքականապես, եւ այդպես հարցը կլուծենք։ Տեսեք, առաջարկներ են գալիս։ Մեկը դաժան, մյուսը խելացի, մյուսը վերափոխող։ Եվ այդ հարցը առաջացել է։ Հրատապ հարցը առաջացել։ Եթե սքան անեք ամբողջ Սփյուռքյան աշխարհը, զննեք, կտեսնեք հետևյալը։ Ռուսաստանի կազմակերպությունները պարզապես գոյություն չունեն, որտեվ հասարակություն չեն ներկայացնում, արհեստական ինչ որ կառույցներ են, չկա այդպիսի բան։ Հայաստանում չկա այդպիսի բան։ Հայաստանի վիճակը պետք չի այդքան խորացնել, բոլորիդ հայտնի է։ Հազիվ եք ձեզ զսպում, որ մի կուշ չհայոյեք այն երևույթներին, որը կատարվում է Հայաստանում։ Բայց հայրենասիրությունը ճնշումը ձայն չենք անում։ Հայաստանին թողնում ենք իր խնդիրների հետ։ Եվ Հայաստանը, երբ որ դուրս է գալի Սփյուռքի, առանց Սփյուռքին որևէ բան տալու, Սփյուռքի պահեստներից բան է տանում, այդտեղ արդեն Սփյուռքի համբերությունը հատում է։ Ասենք, ցեղասպանությունը ծնում է ապրանք եւ իր սահմանային հարցերն է ուզում լուծի։ Եվ Սփյուռքը ինչ պիտի անի, այս աղբերը։ Պիտի զայրանա, չէ՞։ Հիմա պետքա ճշտել։ Սփյուռքը ով է վերջում։ Դա ինչ բան է, Սփյուռք ասելով ման ենք գալիս։ Ինչ կատեգորիա է։ Ինչ հոգեբանություն է, ինչ տեսակ է, որտեղից առաջացավ, ինչու նրանք շատ են, Հայաստանում քիչ են, ինչու նրանք այդպես են ապրում, աշխատում, նրանք ուրիշ ձևով են ապրում, այգիների մեջ պտուղ չտվող։ Այս ինչ պատմություն է։ Եվ եկեք այդ
որոշում կայացնեք, թե որն է սփյուռքը։ Ուրեմն սփյուռքը արևմտյան Հայաստանի դուրս եկած ժողովուրդն է ու իր ժառանգությունը, իր հետևից գնացել են։ Դրանց մի մասը, որ Հայաստան գնացին հետ եկան, էլի սփյուռքում են գտնվում։ Եթե սփյուռքում կան հատուկենտ Հայաստանում մեծացած, ծնված, ծնողներն էլ այդտեղ մեծացած, ծնված, պապերն ու տատերն էլ այդտեղ մեծացած, ծնված, դրանք արևմտյան Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն իրավաբանորեն, բայց կարող են ասել, որ մենք հիմա այդ հարցով ենք զբաղվում, բայց իրենք կապ չունեն, քանի մարդ են դրանք, մատների վրա կարելի է հաշվել, որովհետև 1828 թվականից արևմտյան Հայաստանից դուրս են եկել հայեր, որոնք գնացել են արևելյան Հայաստան, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, հիշում եք այդ երևույթները, այդ հայերը ապրում են Ջավախքում, Սևանի ավազանում, որոնք կոչվում են քյավառցիներ, բայազետցիներ, չգիտեք ինչ է, սրանք պապերը, հայրերը եկել են արևմտյան Հայաստանից, ուրեմն սրանք էլ պիտի առանձնանան, լորվա հայերը արևմտյան Հայաստանից չեն եկել, կամ Ղարաբաղի հայերը, ուրեմն արևմտյան Հայաստանից եկած կամ արևմտյան Հայաստանից տարբեր պատճառներով դուրս եկած հայերը, դրանք արևմտա Հայաստանի հայերն են, սկսած 1828 թվականից ցեղասպանությունով, հայրենիքի զավթումով, ամեն ինչով արևմտա հայ, սա ամբողջ հայության 90%-ը արևմտա հայ է, 10%-ը, որը արևելյան Հայաստանից է, Ռուսահայաստանից, պետությունն է հիմնել և իր քաղաքականությունն է վարում, հիմա 90%-ը 10%-ի հետ ինչ հարաբերակցության մեջ պիտի մտնի, ինչ գործերի մեջ պիտի մտնի, իրականությունը այսպես է, փոքր աղբերը 10%-ը, մեծ աղբոր հոգին հանում է, արևմտա Հայաստանի հայերի խնդիրը արևմտա Հայաստանի հայերի ձեռքին պետքա լինի, ինքը պիտի զբաղվի ամեն ինչով, դրա համար խորհրդարան սարքելը արևմտա Հայաստանի արդեն կայացել է Ֆրանսիայում և կայքեջում դրված է արևմտյան Հայաստանի հայոց համագումար կատարվել է Ֆրանսիայում, իմ ձեռքին է արևմտյան Հայաստանի ազգային համագումարի ներկայացուցիչները, պաշտոնական հռչակագիրը կապված արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների հետ, այն ինչ որ մենք երազում էինք, մտածում էինք, կատարվել է, և այս հռչակագիրը դուռ է բացում բոլոր հարցերի առջև, և այս կենտրոնը Ֆրանսիայում է, հռչակագիրը կկարդաք կայքեջում, լույսի կայքեջում, դրված է, մանրամասը ուսումնասիրեք, դες ես բռնել էի ձեռս, որպեսզի կարդամ, շատ է, բայց հնարավոր չի մի ժամում կարդալ կետերը, միայն կարդամ նկատի ունենալով հետևյալ փաստարկումները, հազարամյակներ շարունակ հայերի մեծամասնությունը որպես բուն բնակչություն ապրել է արևմտյան Հայաստանում, ուր հիմնադրել է մի կայուն ու ծաղկող պետություն և ստեղծել մշակութային բարձրակարգ արժեքներ և այլն, բոլորը պիտի կարդաք, ուրեմն այսօրվա հաղորդումը եղավ, որ մենք մտնում ենք մի նոր դարաշրջան ասենք, վերջապես ծնվել այն երեխան, որին ես անձամբ սպասում էի, այսքան տասնյակ տարիներ, որ այստեղ խոսում եմ, այդ կազմակերպությունը, որը իր վրա պիտի վերցնի, սփյուռքի բոլոր գործերը, որը արևմտյան Հայաստանի հայերի գործերն են, ոչ մեկին չի պատկանում, ոչ Ռուսաստանի հայերին է պատկանում, ոչ Հայաստանի հայերին է պատկանում, ոչ մեկին չի պատկանում, սա արևմտյան Հայաստանի եթե արևմտյան Հայաստանի բնակիչները արդեն այս ստեղծված
Համագումարը լինելու է 21-ին նոյեմբերի 19-ից 21, ինչ այդ շրջանում կկարդակ այնտեղ փաստաթղթերը։ Եվ ես կապ կպաշտպանեմ այդ կազմակերպության հետ, եւ նրանք նույնպես ձեզ հետ զրույց կունենան ինտերնետային կայքով, հեռուստատեսությամբ, եւ վերջապես դուք կտեսնեք ինչ է արվելու։ Ինչ գործեր պիտի արվի։ Կկարդանք մանրամասես ամբողջ հռչակագիրը, բանը, հռչակագիր։ Դուք էլ կարդացեք, դրված է կայք էջում։ Տեքստի նման դրված է, իրար հետևից կարդացեք։ Եվ այս խոսակցության վերաբերյալ արդեն մեկնաբանություններ արեք։ Մենք ինչ ենք անում։ Լույս աշխարհը մտնում է այս կազմակերպության զորավիգ լինելու, որովհետև իր ծրագրերի մեջ սրա ստեղծումն էր, ստեղծվել է։ Երկրորդը ստեղծել պետք է, երրորդը, չորրորդը։ Ոչ, պիտի մտածել բոլոր կարողություններով այս մարդկանց օգտակար լինել։ Սրանով ավարտենք այսօր հաղորդումը։ Ստեսություն ձեզ։